Հաստատ լսած կլինեք, որ եթե փորձում ես նիարել, պետք է անկուզեղենից խուսափել, որովհետև այն շատ կալորիաներ է պարունակում, բայց իրականում այս լավագույն ճարպերի աղբյուրներից է, որը հաստատ արժին է առել սննդակարգում, եթե փորձում ես քաշ գցել։ Առաջին ու ամենակարևոր փաստը անկուզեղենի մասին է տենը, որ մեր օրգանիզմը չի կարողանում ամբողջովին յուրացնել այն կալորիաները, որը ինքը պարունակում է։ Մենք բազմաթիվ հետազոտություններ ունենք, որոնք ցույց են տալիս, որ անկուզեղենի մեջի կալորիաների 5-ից 25%-ը չի յուրացվում մեր կողմից, որովհետև անկուզեղենի բջջապատը շատ պինդ է ու չի թողում, որ ճարպերի մի մասը մեր օրգանիզմը մարսի։ Ինչը նշանակում է, որ անկուզեղենը իրականում ավելի քիչ թվով կալորիաներ է մեզ տալիս, քան այն պարունակում է։ Սակայն կարևոր է նշել, որ էսի վերաբերվում է մենակ ամբողջական ընկույզ ուտելուն, այսինքն եթե դու ինչ-որ մշակված տարբերակ ես օգտագործում, օրինակ գետնան ու շիկարակ, բոլոր կալորիաները յուրացվելու են։ Ընկույզները նաև շատ կշտացնող են, քանի որ պարունակում են մեծ թվով ճարպեր, սպիտակուց ու թելանյութ։ Որոշ հետազոտություններ նաև ցույց են տալիս, որ ընկուզեղենը կարող է արյան շաքարի մակարդակների իջացնի, ինչը իրենց հիասքանչ սնունդ է դարձնում այն մարդկանց համար, ովքեր շաքար ունեն կամ ուղղակի շատ ցածր ինսուլինի զգայունություն ունեն։ Նաև շատ հետաքրքիր է այն փաստը, որ չնայած նրան, որ բոլոր ընկույզներն էլ շատ սննդանյութերով հարուստ են, իրանց սննդանյութերի պարունակությունը շատ տարբեր է։ Օրինակ նուշը շատ հարուստ է վիտամին E-ով, պոպոկը օմեգա 3-ով, բրազիլիական ընկույզը սելենիումով, ֆնդուկը բրինձով, պիստակը վիտամին B6-ով եւ այլն։ Այսինքն խառը ընկուզեղեն ուտելը ամենայն հավանականությամբ ավելի լավ միտք է, քան ուղղակի մի տարատեսակից շատ ուտելը։ Ու վերջապես մենք ունենք շատ գիտական գրականություն, որը ցույց է տալիս բազմաթիվ առողջական օգուտներ ասոցիացված ընկուզեղենի օգտագործման հետ։ Օրինակ ավելի ցածր սրտանոթային հիվանդությունների ռիսկ, ավելի ցածր արյան ճնշում, հակաբորբոքային հատկություններ, կոգնիտիվ ֆունկցիայի բարելավում եւ այլն։ Բնականաբար ես չեմ ասում, որ բռերով ընկույզներ ուտելը քեզ ինչ-որ կախարդական ձևով օգնելու է նիհարել, քանի որ անկախ ամեն ինչից նիհարելու համար դու պետք է լինես կալորիական դեֆիցիտում։ Բայց առասարակ տարբեր ճարպերի աղբյուրների մեջ ընկուզեղենը լավագույններից է, որը կարող է քեզ օգնի համ երկար ժամանակ կուշտ մնալ, համ շատ հարուստ է տարբեր սննդանյութերով։